Անկեղծության ժամ է բացվել եւ դա շատ լավ է։ Ուրեմն Տիկին Գալյան, ոչ դուք եք, ոչ ես, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որևէ падգամավոր պետություն չենք առանձին վերցված, անկախ նրանից ինչ պաշտոնի ենք։ Չէ, դուք այդ չեք ասում, դուք այլ բան եք ասում։ Եվ շատ վտանգավոր, հիմա կասեմ ինչն է վտանգավոր։ Պետությունը ստեղծել է ժողովուրդը Աստծո օրհնությամբ, իր քվեով, իր հանրաքվեով եւ պետությունը վեր է ամենից ու ամեն ինչից։ Եվ երբ որ ասում ենք ով է պետությունը, որևէ կոնկրետ անձ չէ, պետության անունից հանդես եկող կառավարությունը, գործադիր իշխանությունը ընդամենը ժամանակավոր կառավարիչն է, ժամանակավոր, որը պիտի գործի սահմանադրությամբ նկարագրված լիազորությունների ներքո, իշխանությունների բաժանման եւ տարանջատման սկզբունքը հիմնահատակ ավիրել է գործադիր իշխանությունը, այս գործադիր իշխանությունը։ Սահմանը, որտեղ գծված է, դուք ունեք ձեր իրավունքները, ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն, ներկայացնելու կառավարության նորմատիվ ակտ, բայց ոչ թե ցուցում տալու, ոչ թե գնահատելու եւ այդ գնահատականից ելնելով, նաեւ դուք որպես արտարադատության նախարար միջնորդություն ներկայացնելու այս կամ այն դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցում, դրա համար է նաեւ միջազգային իրավասու մարմինը դիտարկում, որ հանեք այդ հարցը, արտարադատության նախարարությունը չպիտի ներկայացնի միջնորդություն դատավորին պատասխանատվության ենթարկելու համար։ Սա իշխանությունների բաժանման տարանջատման սկզբունքն է, իսկ պարլամենտական երկրում իշխանությունների բաժանման տարանջատման սկզբունքը կարևոր երկու ուղղակի միջև օրենսդիր եւ գործադիր։ Անցնում է ոչ թե պարլամենտ եւ գործադիր, որտեղ գործադիրը պարլամենտական իշխանության ժամանակ միշտ մեծամասնությունն է ձևավորում։ Հետևաբար այստեղ չի կարող բաժանման սկզբունք լինի, հավասարակշռման սկզբունք լինի։ Դրա համար օրենսդիր եւ գործադիր իշխանության պայմաններում սահմանը անցնում է ընդդիմություն իշխանություն հարաբերության վրա։ Այս գիծն է այդ սահմանը։ Եվ իշխանությունը պիտի բավարար չափով ընկալունակ լինի ընդդիմության հակադարձմանը։ Չեմ ասում, որ ընդդիմությունը պիտի թելադրի, բայց ընդդիմության լծակը պիտի լինի զսպող իշխանությանը։ Այսօր այդ լծակը չի աշխատում։ Ուղղակի չի աշխատում, որտեղ լծակը ջարդվում է, հենց այդ մեկնաբանություններով։ Իսկ երբ որ դուք ասում եք ով է ներկայացրել, Նիկոլ Փաշինյանը, ասում եք կառավարությունը ես եմ, պետությունը ես, այսինքն ոնց է այոն դուք ասում եք իսկապես տես բան, կառավարությունը դուք եք։ Դուք կառավարության անդամ եք, բայց դուք կառավարությունը չեք, կառավարությունը սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված ամբողջական կազմն է, որը որոշումներ է ընդունում իր մեծամասնությամբ, դուք որոշումների ինստիտուտի հերներ եք անեցել։ Այսինքն կոլեգիալ մարմինը չի կարող մեկ անձով դիտվի որպես կոլեգիալ մարմին ամբողջական կազմ։ Ոնց կարող, այսինքն հանձնաժողովը հիմա Վարդանյան Էլնի ասի հանձնաժողովի ես է, ոնց։ Չի կարող ասել։ Եթե ասում է, ուրեմն ինքն էլ է խախտում։ Իլմիչայլոս, պարոն Վարդանյան, ձեզ էլ եմ ասում, իմ հանձնաժողովի խնդիրն է, բայց իհարկե չեմ ընկալում, չէ՞ դա որպես իմ սեփական հանձնաժողով է։ Չէ, ձեր սեփականը կամ բանի մասին չի խոսքը։ Դուք չեք կարող ասել, որ հանձնաժողովը ասում ես հարցը գալու է իմ հանձնաժողով։ Հիմա դա ես ինչ եմ անում, խախտում եմ, թե չէ։ Նախ իմ բառի փոխարեն ասեք մեր հանձնաժողով կամ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, բայց իմ ասացի հենց մեղքը հենց այդ է։ Տեսեք դուք հաստատում եք, ասում եք այո, բա ոնց այո։ Դրա համար էլ ասում եք ես ոնց ուզենամ, այդպես էլ կլինի երկրում։ Ու դա ճիշտ է համարում եւ մի կարեւոր դրույթ պետության եւ եկեղեցու տարանջատման մասին այստեղից է գալիս հենց։ Նաեւ այդ սխալ ընկալումից է գալիս, երբ որ հարձակումը եկեղեցու վրա հիմնավորվում է պետության դիրքերից, ոչ, դա այդպես չի, այդ դիրքը ամրագրված է օրենքով, եթե ուզում եք բան փոխեք եկեղեցու հետ հարաբերություններում, օրենք բերեք, մեկ, երկրորդը, եկեղեցու ներքին կյանքին չմիջամտելու, եկեղեցու ինքնավարությունը
հարգելու պահանջը սահմանադրությամբ է ամրագրված։ Դուք այս սխալ կոնցեպտից ելնելով եք, որ միջամտում եք բոլորին ամենտեղ։ Դատարան, եկեղեցի, օրենսդիր մարմին, դատախազություն, իրավապահ համակարգ, մի բան էլ ասեմ ու ավարտեմ էլի խոսքս։ Հանցավորության դեմ պայքարը թողած, ամբողջ ոստիկանություն իրավապահ մարմինները ներգրաված են քաղաքական հանձնառություններ կատարելու մեջ։ Հիմա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, նաև պարոն Վարդանյանի այն օրվա իր խոսքը այդ նույն միջոցառման շրջանակներում լրագրողներին տված, իր կարծիքով, որ որևէ խախտում չկա, իհարկե հետո շտկեց, ասեց, եթե կա այդպիսի բաներ, դիմեք իրավասու մարմիններին, դրանով թե ավարտեք ձեր խոսքը, բայց իմ գնահատմամբ վերից վար Նիկոլ Փաշինյանից սկսած ավարտված ամենաներկին պաշտոնատար անձով, որը որ առանց օրենքով նախատեսված լիազորությունների կամ սահմանադրությամբ նախատեսված լիազորություններ իրականացնում է գործողություններ, թույլ է տալիս քրեական օրենսգրքի խախտում։ Քրեական օրենսգրքով արգելված արար։